Խոսում է Բաքուն, շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք արժանացնում Ադրբեջանական Հանրապետության Ազգային ակադեմիայի գիտական աշխատող Սարլան Հասանովի Քարվանսարայի շրջանի պատմական հուշարձանների մասին։ Քարվանսարայի Իջևան շրջանի պատմական հուշարձանները։ Ինչպես Արևմտյան Ադրբեջանի մյուս շրջաններում, այնպես էլ Քարվանսարի շրջանում հնուց ի վեր գոյություն ունեցած, բայց ժամանակի ընթացքում ավերված ու ոչնչացված, սակայն պատմության մեջ պահպանված պատմական հուշարձանների ու հնագույն կառույցների գերակշռող մասի անվան թուրքական ադրբեջանական ծագում ունենալը խոսում է այն մասին, որ դրանք անմիջականորեն ստեղծվել են այդ ժողովուրդների կողմից։ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո հանրապետությունում կատարվող բազմաթիվ փոփոխությունների հետ զուգընթաց սկիզբ դրվեց նաև այնտեղ գոյություն ունեցող ոչ հայկական եւ հատկապես թուրքական ադրբեջանական ծագում ունեցող տեղանունների փոփոխման ու հայկականացման քաղաքականության։ Հետաքրքրականն այն է, որ թուրքական ադրբեջանական ծագում ունեցող տեղանունների միայն մի մասը փոխարինվեց հայկական անվանումներով։ Մնացած մասը տրվեց անմիջականորեն թուրքերենից կամ ադրբեջանից թարգմանված տարբերակով կամ թե վերամուծվեց տեղանքին ու բնությանը հարմարեցված անուններով։ Այսպես օրինակ, Քարվանսարայի շրջանում առաջին թարգմանաբար փոխարինված տեղանուններ՝ Քարվանսարա, Իջևանատուն, Իջևան, Կարադաշ, Սևքար, Աղսու, Սպիտակ ջուր, Անագյունեյ, Արևահովիտ, Գարանլղտարա, Խավարաձոր, Հաչասու, Աչաջուր, Աղքիլսա, Ճերմակավան, Լալաքյանդ, Լալիգյուղ, Աշաղը Աղդան, Ներքին Աղդան, Յուխարը Աղդան, Վերին Աղդան։ Երկրորդ տեղանքին բնությանը համապատասխանող տեղանուններ՝ Մելիքյանդ, Ծաղկավան, Ռևազլը, Դիտավան, Թալա, Գետահովիտ, Թախտակյորփու, Թեղուտ, Աշաղը Աղդան, Մորուտ, Ակնախպյուր, Ուզունթալա, Հոնուտ, Այգեհովիտ, Չիչակ Բուլակ, Գեղատապ եւ այլն։ Տեղանունների նման փոփոխություններ արկա են ներկայիս Հայաստանի առանց բացառությամբ բոլոր շրջաններում։ Այդուհանդերձ մեծ հասած թուրքական ադրբեջանական տեղանունները այդ ժողովուրդների կողմից ստեղծված, սակայն բարբարոսաբար ոչնչացված, բայց պատմական աղբյուրներում անունները պահպանված հուշարձանները կրկին անգամ ապացույց են այն բանի, որ Արևմտյան Ադրբեջանի տարածքում, այդ թվում եւ Քարվանսարայի շրջանում մշտապես ադրբեջանցիներ են բնակվել։ Այդ ավերյակ հուշարձաններում ու պատմական հնագույն կառույցներում հայտնաբերված ու թուրքերին ադրբեջանցիներին յուրահատուկ կիսալուսնի ու Թևանի աստղի պատկերները, նրանց պատմությանը վերաբերող արձանագրությունները նրա վառ ապացույցն են։ Հայ պատմաբան Եղիազարյանը իր 1947 թվականի հրատարակած Սովետական Հայաստանի պատմական հուշարձանները Իջևանի շրջան գրքում այսպես է գրում. Դեռևս ստույգ հայտնի չէ, թե հայկական ՍՍ Իջևանի ներկա շրջանը մինչև 5-րդ դարը պատմական Հայաստանի որ գավառի մասն է կազմել։ Արշակունների իշխանության անկումից հետո, երբ Հայաստանը բաժանվում է երկու աշխարհակալ հզոր պետությունների՝ Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև, Իջևանի շրջանը կազմում է Գուգարքի նահանգի Կողբափոր գավառի մի մասը։ Այնուհետև գավառի սահմաններ եւ անունը բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել։ Օրինակ, Կայենո գավառ կամ Սևորտած երկիր, ապա Աղստև գավառ, Ղազախ Քարվանսարա, իսկ այժմ Իջևան։ Հավանական է, որ այստեղ է գտնվել հնագույն քարվանատունը, որի անունով էլ գյուղը կոչվել է Քարվանսարա։ Շրջանի մի շարք գյուղերի Իջևան Քարվանսարա, Սևքար Գարադաշ, Աչաջուր Հաչասու, Վերին Աղդան, Յուխարը Աղդան եւ այլ սահմաններում պատահաբար բացված դամբարաններից համված հնագիտական իրերը հաստատում են, որ Իջևանի շրջանում եւս բնակչությունը եղել մեզանից մի քանի հազար տարի առաջ եւ որ այդ բնակիչներն ունեցել են բավական զարգացած կուլտուրա։ Արաբական տիրապետության շրջանում Իջևանը մտնում է Գանձակի ամիրության մեջ։ Տվյալ ժամանակաշրջանին վերաբերող պատմական հուշարձանները հանդիսանում են այն մի շարք ամրոցները, որոնք կառուցել են շրջանի բնակիչները իրենց ինքնությունը պահպանելու նպատակով։
Այդ ամրոցներից հայտնի են Մանթաշկամ, Կարագալա, Կզգալա, Բուդուր եւ այլն։ Հեղինակի նշած ամրոցներից եւ ոչ մեկի անվանումը չունի հայկական ծագում։ Եղիազարյանը բազմաթիվ պատմական հուշարձանների հետ մեկտեղ նշում է նաեւ Առաքելոց վանքի մասին։ Նա գրում է. Առաքելոց վանքը գտնվում է Գետաշեն նախկին Կունեն գյուղի մոտ։ Հին Կունեն գյուղատեղը տարածվում է Կունենագետ կոչված վտակի երկու կողմերում։ Գյուղատեղում պահպանվել են երկու մեծ եկեղեցիներ, դրանցից մեկը կոչվում է Աստվածածին, որը կառուցել են Մելիք Շահնազար եւ Խանզադե ամուսինները 1675 թվականին։ Հետաքրքրն այն է, որ հեղինակը չի նշում այդ ամուսինների ազգային պատկանելության մասին եւ երկրորդ, մեր ստուգաբանությամբ Կունեն անունը առաջացել է թուրքերեն ադրբեջաներեն Կյուն N բառից, որ նշանակում է արևամուտ, վերջալույս։ Ըստ երևույթին գետը հոսել է դեպի արևմուտք, դրանից էլ ստացել է իր անունը։ Մի այլ պատմական հուշարձանի Կիրանց վանքի մասին հեղինակ այսպես է գրում. Պատմական Հայաստանի հետաքրքիր հուշարձաններից է, նրա եզակի Աղյուսաշեն կառույցներից մեկը։ Գտնվում է Գետաշեն, Կունեն գյուղից 12 կիլոմետր դեպի արևելք։ Գլխավոր եկեղեցին կառուցված է թրծած աղյուսից, դրսից 8 կողմանի գմբեթի կամարի հարթությունները ծածկված են տարբեր գույնի ջենարակած բազմաթև, հնգաթև աստղեր, կիսալուսին եւ այլ սալիկներով։ Հարց է առաջանում. եթե նշված վանքը քրիստոնեական եկեղեցի է, ապա ինչ նպատակով օգտագործված 8 կողմանի գմբեթի վրա կիսալուսնի, հնգաթև 8 կողմանի աստղերի զարդաքանդակները։ Նշենք նաև Եղիազարյանի գրքում տրված պատմական հուշարձաններից ու տեղանուններից մի քանիսը ևս։ Մոլլաղայա, միջնադարի փոքրիկ բերդ, գտնվում է Դիլիջան տանող խճուղու վրա։ Ներքին Դանաղրան, Աշաղը Դանագրան, միջնադարի ավերակ գյուղատեղի գտնվում է Կզկալա ամրոցի շուրջը։ Վերին Դանաղրան, Յուխարը Դանագրան, միջնադարի ավերակ գյուղատեղի։ Չարդախլու, ավերակ գյուղատեղի։ Կուլտուրայի մնացորդները վերաբերում են 10-13-րդ դարերին։ Վերին Աղդան, Յուխար Աղդան, Վանք, գտնվում է Քարփնջի յալ դաշտամասում։ Բդուր, խոշոր ամրոց է, բռնում է մի քանի հեկտար տարածություն։ Ներքին կամ փոքրիկ Լաչինղայա, Աշաղը Լաչինղայա, ավերակ գյուղատեղի գտնվում է Սղնախի ջուր, Սղնախ սոյո վտակի ափին։ Վերին կամ մեծ Լաչինղայա, Յուխարը Լաչինղայա, ավերակ գյուղատեղի։ Խոջա բազար, ընդարձակ հին գյուղատեղի։ Ուզուն Թալա, գյուղ Իջևանի շրջանում։ Մահմուդ Եղցի, ավերակ փոքր եկեղեցի։ Ռևազլու, գյուղ Իջևանի շրջանում։ Ղամիշ գյոլ, ավերակ հին գյուղատեղի։ Թալա, գյուղ Իջևանի շրջանում։ Կայան Բերդ, միջնադարյան ամրոց գտնվում է Նավթոկյան լեռան գագաթին։ Հին Աչաջուր, Հաչասու, ավերակ գյուղատեղի, ընդգրկում է բավականին ընդարձակ տարածություն, ամբողջապես վերածվել վարելահողերի։ Չայ Գովուշան կամուրջ, կամրջի ձախ խելի վրա արևելյան կողմում կա պարսկերեն արձանագրություն հիջրայի 1207 թվագրությամբ։ Այսպիսով վերը նշված պատմական հուշարձանների, միջնադարյան ամրոցների, բերդերի ու գյուղատեղերի անուններն ու նրանց շինարարության ժամանակ օգտագործված ադրբեջանցիների ու թուրքերի յուրահատուկ եղաքանդակների արկայությունը մեկ անգամ ևս վկայում է, որ այժմ ավերված, վարելահողերի վերածված այդ տարածքներում մշտապես ապրել են ադրբեջանցիներ ու թուրքեր եւ այդ պատմական հուշարձաններն էլ դրանք են կառուցել։